Դերասանուհի Սիլվի Բարկովան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ։ Սիլվին բացի իր ստեղծագործական գործունեությունից նաև մեծ հայտնություն ձեռք բերեց իր ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով։ Սիլվին իր ինստագրամյան էջում ակտիվորեն կիսվում է առօրյայով, սակայն այս անգամ դերասանուհին հայտնել է, որ այրել է ձեռքը։ Սիլվին պատմել է այն մասին, որ այդ ժամանակ զբաղված է եղել առօրյա գործերով և տանը երեխայի հետ բոլորովին մենակ է եղել։ Հարկ է նշել նաև, որ այս պահին արդեն ամեն բան կարգին է։ Նշենք, որ Սիլվի Բարկովայի ամուսինը Հնդկաստանից է, նախկինում աշխատել է որպես մոդել, հիմա ունի սեփական բիզնեսը պրոդյուսերական ոլորտում։ Սիլվին ամուսնացել է հնդկական ավանդույթներով, դերասանուհին հրապարակել էր հարսանեկան լուսանկարներ։ Ամուսնությունից հետո նա Հնդկաստանում է բնակություն հաստատել։ Հարցազրույցներից մեկում Սիլվին նշել է, թե ինչպես է ադապտացվել հնդկական միջավայրին։ Իրենց մենթալիտետը, մտածելակերպը, ընկերության մասին պատկերացումներն այն են, բայց շատ բան կա, որ ինձ համար խորթ է։ Ընթացքում համակերպվում եմ, խնդիրներ չեն առաջանում, երբ գիտակցում ես, որ այստեղ ժամանակավոր չես, այլ նախնական տվյալներով ընդմիշտ հասկանում ես, որքան շուտ ադապտանաս, այդքան քո օգուտն է, նշել էր Սիլվին։ Նշենք, որ Բարկովան հաճախակի է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Դերասանուհին շատ հաճախ է ներկայանում ֆոտոշարքերով, որոնք հայտնվում են հանրության քննարկման կիզակետում։ Սիլվին հաճախ է նշում, որ ֆոտոշարքերում իր ոճն ու հագուստները ընտրում է հենց ինքը։ Առանձնապես ոչինչ չեմ անում, ուղղակի ընտրում եմ ինձ դուր եկած զգեստները, համադրում եմ ականջողերի հետ և վերջ։ Դերասանուհին նշել է, որ իր զգեստապահարանը սովորաբար տարբեր է լինում, որտեղ ըստ Սիլվիի կարելի է գտնել ցանկացած ոճի հագուստ։ Իմ զգեստապահարանում ոճերը տարբեր են, ամեն ոճի զգեստ կարելի է զգեստապահարանումս գտնել, գռեհիկից բացի։ Վերջին շրջանում նախապատվություն տալիս եմ ավելի շատ երկար, եթերային թեթև զգեստներին։ Հարցին կա հագուստ կամ աքսեսուարի մի տեսակ, որը անկախ նորաձևության միտումից միշտ իր զգեստապահարանում առկա է։ Այո, և դա մեծ շքեղ ականջողերն են, ինքը սողերի մեծ սիրահար եմ։ Իհարկե, խոսքը լավ ականջողերի մասին է, նշել էր Սիլվին։ Թերթ AM Life-ի հետ զրույցում Սիլվի Բարկովան պատմել է նաև իր առաջին աշխատանքի, 15 տարեկանում որպես մատուցողուհի և առաջին կուրսում վարձը վճարելու համար գիշերային հերթափոխով սուպերմարկետում աշխատելու մասին։ 9 տարեկանում աշխատել ըստ Սիլվիի պատահական է որոշել։ Գնում էի էժան կոսմետիկա, հարևաններին թանկ գնով վաճառում։ Այդ մասին տանը չգիտեին, ես միշտ ինձնից տարիքով մեծ կանանց հետ եմ շփվել։ Մայրիկիս ընկերուհիները ինձ հետ կիսվում էին, խոսում, կանչում սուրճ խմելու։ Տեսնում էի, որ միմյանց ինչ-որ բաներ են վաճառում։ Մտածեցի, ինչու ոչ, ես էլ կարող եմ աշխատել, գումար վաստակել։ Ունեի 500 դրամ, գնեցի բավականին շատ կոսմետիկա ու վաճառեցի։ Բախտս բերեց, որ կոսմետիկան իսկապես որակյալ էր։ Երբ վերջանում էր, հաճախորդներս նույնից ուզում էին, պատմել է Բարկովան։ Դերասանուհին նկատել է, որ միշտ ինքնուրույն է եղել, մինչև այսօր էլ այդպիսինն է։ Կարող եմ խնդրի առաջ կանգնել, բայց ինքս գտնել լուծումը, իմ ճանապարհը։ Երբեք չեմ սպասել, որ ինձ ասեն, թե ինչ եմ լավ անում, ինչը վատ։ Ինքս եմ այդ ամենը հասկացել։ Շուտ եմ մեծացել, հասկացել եմ կյանքն ու դրա դժվարությունները։ Իմ կյանքը երբեք հեշտ չի եղել, նշել է Բարկովան։ Սիլվիի խոսքով հաջորդ աշխատանքն արել է 15 տարեկանում։ Հարևանուհիս որպես մատուցողուհի էր աշխատում, խնդրեցի, որ միասին գնանք, ես էլ այդ տեղում որպես մատուցողուհի աշխատեմ։ Գնացինք, բարդ ընդունեցին, որովհետև իմ տարիքից ավելի փոքր էի երևում։ Աշխատեցի մի քանի օր, բայց հասկացա, որ դա այնքան էլ իմը չէ։ Որպես մատուցողուհի ընդունվեցի մեկ այլ տեղ և աշխատեցի դպրոցական ամառային արձակուրդներին։ Վաստակածս գումարի մի մասը կոմունալների համար վճարեցի, մյուս մասով տան համար ինչ-որ բաներ, ինձ համար դպրոցական հագուստ, կոշիկներ գնեցի։ Ասել է Սիլվին և հավելել, որ մայրն իր աշխատելու որոշումն ընդունում էր։ Մայրս հասկանում էր, որ երեխային ոչինչ պետք չէ մատուցել։ Աշխատելն էլ ճիշտ որոշում է, այնպես չէ, որ ես կարիքից դրդված էի աշխատում։ Դա իմ անձնական կարիքն էր, ցանկությունը, ուզում էի ինձ լիարժեք զգալ։
Դերասանուհին նշել է, որ դրանից հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սկսել է աշխատել սուպերմարկետներից մեկում որպես հսկիչ վաճառողուհի։ Աշխատում էի, որ կարողանամ վարձս վճարել։ Բարդ էր, որովհետև շատ էի հոգնում։ Աշխատում էի գիշերային հերթափոխով, առավոտյան աշխատանքից գնում համալսարան, հետո տուն, սովորում էի դասերս ու նորից գնում աշխատանքի։ Չեմ հասկանում, թե ինչպես կարողացա անվճար ուսուցման անցնել, որովհետև դասերին հոգնած էի, դասախոսներին ամբողջությամբ չէի լսում։ Աստծո կամոք էր, որ այդպես ստացվեց, նշել է Սիլվին։ Դերասանուհին նաև պատմել է, որ հաղթահարել է այդ փուլն ու սկսել աշխատել իր մասնագիտությամբ։ Առաջին կուրսից աշխատում էի Երևանի Խամաճիկների պետական թատրոնում, հետո սկսեցի նկարահանվել տարբեր նախագծերում։ Հիմա դադարի մեջ եմ, որովհետև հնդկերեն չգիտեմ, երբ լեզուն սովորեմ, կսկսեմ նկարահանվել։ Նկարահանվել եմ հոլիվուդյան ֆիլմում, փոքրիկ դեր ունեմ, բայց չգիտեմ, այն կմնա, թե ռեժիսորները կկտրեն։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Սիլվի Բարկովան խոսել է նաև Հայաստանում պատերազմական շրջանում իր ունեցած ապրումների մասին։ Նա նշել է, որ շատ ընկճված էր, շատ էր ցանկանում գալ Հայաստան, բայց հնարավորություն չի ունեցել։ Անընդհատ ուզում էի Հայաստան գալ, ամուսնուս էլ այդ մասին հաճախ ասում էի, ասում էր չենք կարող, որովհետև մի կողմից կորոնավիրուսն էր, մյուս կողմից պատերազմը, սահմանափակումներ կային։ Ամուսինս ևս ընկճված էր, սոցցանցերում ադրբեջանցիների հետ վիճում էր, անհանգստանում։ Այդ օրերին տագնապի ու սթրեսի հետ մեկտեղ ներքին վստահություն ունեի, որ հաղթելու ենք, բայց այդպես չստացվեց, նշել էր Սիլվին։ Սիլվին նաև պատմել էր, որ տարիներ առաջ իրեն բախտ էր վիճակվել լինել Արցախում։ Ցավոք, միայն Ստեփանակերտում եմ եղել։ Վստահ եմ նորից գնալու ենք ամբողջական Արցախ։ Ես չգիտեմ աշխարհի տրամաբանությունը, քաղաքականությունն ինչ է ասում, բայց Աստծո քաղաքականությունը, տրամաբանությունը լրիվ այլ է։ Այն ինչ մերն է լինելու, անօրենը չի վայելելու ոչինչ։ Մենք շատ էինք հեռացել Աստծուց, մեզ շատ էր տրված, բայց նախանձում էինք, հեռացել էինք եկեղեցուց, բայց Աստված ներող է, եզրափակել էր Սիլվին։